Բալուս, այություն։ Լսեք, հերիքա Ռուսաստանի հայերին ասոցացնեք Սամվել Կարապետյանի հետ։ Ռուսաստանի հայը դա Սամվել Կարապետյան չի։ Ռուսաստանի հայությունը դա Ռոբերտ Քոչարյան ու Գագո չեն։ Ես զարմանում եմ էլի, հələ ասեք, աշխարհում կա մի ազգ, մի ժողովուրդ, որ ուրախանա իր հայրենակիցների հետ, եթե մի վատ բան է լինում, ինչ որ դժվարություններով, եթե նրանք անցնեն, ու դա դառնա ինչ որ էյֆորիա այպես մի բան նրանց մոտ, էլի։ Որ այսօր ինչ որ մի հայերի մի խումբ, մի զանգված ու մեծ զանգված երջանիկ է, որ Մոսկվայում օրինակ Ռուսաստանում հայը բախվել է օրինակ բենզինի հետ խնդրի հետ, էլի։ Վառելիքի հետ կապված, հրճվում են, ուրախանում, որ էսա էշերով եք ման գալու, ձիերով բան, բա որ ասում ենք դուրս գնացեք, լքեք երկիրը։ Այդ էյֆորիան ես նույնիսկ ոմանց հետ խոսքի մեջ եմ զգում, էլի տարբեր ձևի մարդկանց հետ եմ ես շփվում։ Ինձ մեկը նամակ էր գրել այնտեղ բանում, էլի կոմենտարի ինչ որ միտեղ, որ այդ օֆիսդ փակել ես, ասում է բենզին չկա, որ չես խոսում։ Սամվել Կարապետյան, այս ատելությունը լսիր, դու հիմքը դրեցիր։ Այսօր Ռուսաստանի հայը դիտարկում է ոնց որ կալոբարոնտ, ոնց որ դու, ոնց որ Ռոբերտ Քոչարյանը։ Հələ եկեք ես մի հատ ձայնագրություն եմ դնում, մի հատ լսեք, ու հետո շարունակենք։ Խի թողեցիք դուրս եկաք, բազի տղեկ, դուք այդքան վախկոտ գանդոններ եք։ Կա Ռոբերտ Քոչարյանի հետ քնեմ, մոտ ապագային, հունիսի 7-ից հետո, այս ծծողները։ Շուշի նորենից վաշը հետարքի չեն կամ գնաստեց։ Դու ես մամի մանամ դու։ Ինչ չանից մի խանգարի։ Դոտ, մոտ, սեր, ռոբ, չգիտեմ ինչ, հերիքա հավաքվեք ու սիկտիր եղեք ձեր տներով արդ։ Հիմա էլ կպել եք Նիկոլին, ինչի պիտի գնա։ Որ ձեր նման քայլերը կամ նորից հոշոտեն, ձեր լափամամները պակասել, а? Арцахские генералы дали приказ убивать армянских солдат. Вы об этом говорите, блогеры Москвы? Свой поганый рот на Пашиняна не открывайте. Լսեցիք, այ տեսեք, մարդկանց մեջ այս տպավորությունն է, այ այս արեցի դու, Սամվել Կարապետյան, Նարեկ Կարապետյան, դուք այն արեցիք, որ այսօր, չգիտես ինչի հետ անասուն մի զանգված, ասոցացնում է Ռուսաստանի հայությանը ձեր հետ, դեգեներատ Արա Աբրահամյանի հետ, Ռուբեն Վարդանյանների հետ, որ խոսում են Հայաստանը գուբերնիա սարքելու մասին, որ իբր Ռուսաստանի հայությունը դա քնում է ու երազում տեսնում է, երբ Հայաստանը դառնում գուբերնիա։ Պատկաստ մեկ այս խոսքը դուք լսեցիք, սա սովորական ստատիստիկ անասունի խոսքն է, էլի, ինչը Հայաստանում շատ մեծ է, անասուն զանգված, էլի։ Ու դրա համար հələ ասեք, կա աշխարհում մի ազգ, որ սենց ատելություն ունենա իր ազգակցի նկատմամբ։ Ոնց որ ես զգում եմ, այդ հրապարակային խոսքում շատերի մոտ, շատերի այդ մեկնաբանությունների մեջ էլի տարբեր մարդկանց եթերների տակ ինչ մեկնաբանություններ են գրում։ Ուրախանում են։ Ատելությունը հայի մեջ։ Այս այն Դանիել Իոնիսյանի այդ վիժվածքի, այդ նախագիծը, որ ընդունվեց եւ հետո լուսաբանվեց սկզբում։ Ես մարդու արտաքինին չեմ սիրում վիրավորել, կպնել այդ առատներին, բայց Դանիել Իոնիսյանը դա վիժվածք է։ Ջիվաղ, որը տեսեք ինչ նուրբ ձևով այդ քաղ տեխնոլոգիաների բանի օգնությամբ այդ օրենքը ներկայացրեց իբր Ռուսաստանի օրենքը չէր թիրախավորում սենց իր այդ բանով Ռուսաստանի հայությանը։ Այդպես խոսք չկա օրենքի մեջ, բայց էփա ցավը հասկանում էր, որ այդ անասունը խոսում է Ռուսաստանի հայությունից, որ արգելեն օրինակ ընտրություններին մասնակցել, եթե մարդը այդ օրինակ վերջի մի տարին չի գտնվել Հայաստանում, ինչ որ օրեր էլի։ Տեսեք, այս ատելությունը որտեղից է գալիս։ Ու դա բոլորն էլ հասկացան, թե դա ինչի համար է արվում, ու հիմա քեզ մի բան ասեմ, Սամվել Կարապետյան, դու իդիոտ ես։ Դու հասցրեցիր այս կետին, այս ամեն ինչը։ Դու քո հիմար պրոպագանդայի, քո լնգու լավազ, պրոստիտուտկա այն աջակիցների, որ խոսում էին, գալիս ենք Ռուսաստանից, գալիս ենք, սենց ինչ որ վիդեոներ հասկանում եք, մի քանի հոգի հավաքվում են, մի հատ էշ բաներ դուս են տալիս, փողը վերցնում գնում։
Այդ նույն հաջողությամբ ես ասեմ, այդ նույն մարդիկ կգնային կաջակցեին Էրդողանին, չգիտեմ, այնտեղ ում ասես, էլի գցենք մի խոսքով։ Փող, ամբարոյականի տեսակ։ Այդքանին առավ փողով իրա փորձեց մի բան անի ու խափի Ռուսաստանին։ Իրան նպատակը այդքան մարդ չեկավ, ոչ մեկ էլ չեկավ Ռուսաստանից, ասում եմ տենց։ Այն սովորական միայն հայկական հանձնագրով ապրող մարդը դա երկար պատմություն է սահման հատել անցնելը բժշկական կրկին ստուգում մոտ 10,000 ռուբլի արժողությամբ անալիզներ էներգիա ժամանակ որ ծախսում են այդ թղթերը հավաքելուն ամեն սահման հատելուց հետո հենց որ սա աբսուրդ էր բայց տաշիր սամոն այն իրա դեգեներատների հետ միասին սասարկեց մի բանը այն Էդգար Համբարձումյան կա այն բլոգերը Ես քեզ կանչում եմ հրապարակային պատասխան տաս քո բոլոր բառերի ու արածի համար։ Էդգար Համբարձումյան։ Դու ես Մոսկվայում, ես էլ եմ։ Արի հարցեր տամ դու պատասխանի, թե քո ուղեղը ոնց էր աշխատում, որ դու չէիր տեսնում Տաշիր Սամոյի հետևը Ռոբերտ Քոչարյան։ Ռոբերտ Քոչարյան ասում Սամվել Կարապ Սերժ Այդքան անասուն էիք արդյոք ժողովուրդ, ով ընտրել է Սամվել Կարապետյանին։ Այն որ սազարած Տաշիր Սամի լուչի ցար դուք չհասկացաք որ Նիկոլ Փաշինյանը քակեց այդ դեմեն բոլորին շարժումը Նիկոլ Փաշինյանի այդ տեխնոլոգիաներն էին նրա այդ քաղտեխնոլոգները ծնեցին քակեցին այդ դեմեն բոլորին այդ ուժը որ բան թե դեմեն բոլորին չէ բան դրանց էլ են Նիկոլենք քակել այդ հզոր Հայաստան այդ հզորներին էլի Նիկոլը փագեց Տաշիր գրուպին այնտեղ իմ ձևով բարի համար հետո Պետրոսը կանչեց Նարեկ Կարապետյանին որ Նիկոլ Փաշինյանը քակեց դրանց կապան քակեց ու սարքեց իրանց ընդդիմ բան էլի հակառակորդ էս ընտրություններին ու այսքանը հետաքրքիր է Էդգար Համբարձումյանի այն պոպոքի չափ ուղեղը հասկացավ թե չէ դրա համար Էդգար ջան մենք իրար հետ մի քանի անգամ խոսացել ենք արի մի հատ հայ ազգին պատասխան տուր ինչի խափեցիր ու ինչ արժեր քո այդ խափելու արժեքը քանի արծաթ է քո գինը որ այսօր ձեր օգնությամբ դուք այն ձևի մի հատ ընտրապայքար տարաք որ Ռուսաստանի հայը դարավ կալաբարանտ որ այսօր մարդիկ ուրախանում են որ բան ըստեղ բենզին չկա որ ըստեղ ծանր վիճակ է այդ ամեն ինչը անցնող է որ ամբողջ Ռուսաստանի հայությունը այսօր ասոցացվում է այդ նախքին աղբի հետ դուք լսեցիք մարդկանց խոսքի մեջ մարդու ուղեղ լվանալը դա կրկին քաղ տեխնոլոգիաներ են հասկանում եք այդ քաղ տեխնոլոգիան հələ դեռ անհիշելի ժամանակներից է գալիս ու այսօր հեսա որ լսեք դու չես հասկանում անասուն որ խոսում ես ընդեղից դրսից գցենք Ամերիկային պլանը քաշել ես ընդեղ բայ հեսա տեսեք ձեր Էշով եք մանգալու բան լրիվ ուկրաինական նարատիվներ լրիվ ինչ Զելենսկին ընդեղից խոսում է դրանք դուրս են գալիս հայերի երեսին ասում Էլ Չիբուխչյանը խափեց հիմա էլ գնաց մի ամիս հանգստանա խափելուց ասում գնում եմ հանգստանամ ու այս ձևի զանգվածը ատելություն է սերմանում այդ Ռուսաստանի հայի համար որ ասում է չգա քո ճակատագիրը որոշի այ քեզի բան ու մեջ ով ատուժում մենակ հայկական անձնագիր ունեցողը այդ մեծ խոսացողները նրանք կրկնակի քաղաքացիներ են եղել հասկանում եք ոնց որ մեկն էլ հենց այդ Էդգար Համբարձումյանը Էդգար ջանը իսկ միայն հայկական անձնագիր ունեցող այսօր քաշվեց իր երկրում ինչ որ մի որոշում կայացնելու իրավունք չունի որ եկել աստեղ գցենք 3 ամիս համբալություն անի տուն պահի բա պետքա պատասխան տակ Ռուսաստանի հայերից որ խոսում եք լսեք Ռուսաստանի հայերի համայնքը դա շատ հին համայնք է դուք հերիքա համեմատեք տեսնեք Արա Աբրահամյանի մեջ Ռուսաստանի հայերին Արա Աբրահամյանի Ռուսաստանի հայությունը հիշում է հայրանուն է որպես խլեշ բանը Սամվել Կարապետյանը Ռուսաստանի հայ չի նա դե ֆակտո հայ է բայց Ռուսաստանի հայությունը դա Սամվել Կարապետյաններ չեն Էդգար Համբարձումյաններ չեն այն լնգու լավազներ չեն որ ընկած փողով խոսում են մենակ Տաշիրը փող տար այդ բոլորին կմտնեն սեղանի տակից Տաշիրի հոթ-դոգը կառնեին բերաններ արա առանց կոնտոնի Ռուսաստանի հայը դա չի արա դուք եք այտենց մտածում դուք ինքներդ այդ ձև եք եթե դուք
Գիտեք, որ սաղ այստեղ ծախվող պրադաժնի պրոստիտուտկեք են դրանց նման, որ տաշիրը առավ մի քանի հոգու։ Ու 5 հոգով համացանցում են ձևի ալիք են բարձրացնում, որի արդյունքում այսօր այն խորրում սաղը բան են Դանիել Իոնիսյանը sense օրենք մցրեց։ Այ Ռուսաստանի հայերը այստեղ լսեք, եկածին այ ժամանակվանից են ապրում։ Դուք պատկերացնեք մարդ իր տունը տեղը, որ արդեն սերունդներով աստեղ ապրել, թողնի գա։ Այն որ Սումգայիթից, Բաքվից փախան հայությունը, լսեք, նրանք եկան Ռուսաստանում տուն գտան։ Հայաստանը ավերված էր, երկրաշարժից, այդ ցուրտ, մութ, լույս, մուս, ոչ մի բան չկար։ Այդ մարդիկ իրանց տունը Ռուսաստանում գտան ու այլ սովետական միության երկրներում։ Հասկանում եք, այստեղ մարդիկ եկան ու հենց երկրաշարժից հետո Հայաստանից գտան իրանց տուն։ Այստեղ շատ հետաքրքիր համայնք կա պրոֆեսիոնալ բժիշկների, շատ մեծ ու ներդրում ունեն Ռուսաստանի առողջապահության մեջ հայ բժիշկները, որոնք կրկին արտագաղթել են Հայաստանից։ Ոչ թե բժիշկներ, այլ այն ժամանակ, այն 80-ական թվականներին, երբ Հայաստանում, օրինակ, որի մասին չի խոսեցվում, էլի։ Բժշկական ինստիտուտ ընդունվել օրինակ 20000 ռուբլի փող արժեր, դա մի հատ Վոլգայի գին էր։ Այն երբ Հայաստանում տոտալ կաշառակերություն էր, լաքասիրակների այդ ժամանակաշրջանը, սերոպիչի ականջը կանչի, երբ պարտբիլետները կոմսոմոլի բանի ծախվում էր փողով մենակ են։ Շատ լավ է ցույց է տալիս։ Մենավորում կուզենին ֆիլմը, հոյակապ ֆիլմ, խորտ կտամ նայեք։ Լաքասիրակ տեսակ։ Ու այս մարդիկ, որ գնացին Ռուսաստան ընդունվեն ինստիտուտներ, էլի։ Ընդունվեցին, սովորեցին, խելացիները, մնացին Ռուսաստանում։ Ունդեղ սկսեցին աշխատել ու իրանց ընտանիքը, իրանց հայրենիքը այնտեղ գտան, թե Հայաստանում պետք է լինեին լաքասիրակների եսիրները։ Չէր կարող մարդ իր խելքով ընդունվել բժշկական։ 20000 մայ այդ կամ լավ շրջապատ ծանոթներ, վերևներում ունենար, որ ինստիտուտ ընդունվեր։ Նույնն էլ ժողներ բան է, էլի։ Այն այդ դարբնոցները, որոնք կրթեցին, որոնք պետքա դասարակին էլիտա, ասենց ասած, մտավորական։ Դրա համար մեր մտավորականությունը քյաբաբչիկ են, ծերից ծեր։ Մտավորական թամադա մտավորականներ են։ Որտեւ իրանց պապաներ են, ցեխավիկներն են, որ պրոստը փող ունեն, այդ կաշառքի բանով տարան մցրեցին իրանց երեխեքին այդտեղ։ Իսկ այն խելացին լքեց ու գնաց Ռուսաստանում իր տունը սարքեց, որտեվ փող չուներ կամ շրջապատ ծանոթ չուներ։ Այս է։ Ու այս մարդկանց դուք այսօր այդ լաքասիրակների բջի վաստակները այնտեղ նստել են, որոշում են օրենքներ են մշակում, բա։ Ու քարկոծում Ռուսաստանի հայությանը։ Սամվել Կարապետյան, սրա համար քեզ Արա Աբրահամյանին, այն Ռոբերտ Քոչարյանը, լսիր, ինչ կապ ունի Ռուսաստանի հետ, որ սաղ նավերը Ամերիկային են, ԱՄՆ քաղաքացիներ են, բայց ասոցացնում են մեր հետ, արա Ռուսաստանի հայերից հետ, արա։ Լրիվ արա, страна придурков։ Ու այդքանից հետո այս ազգը իրան համարում է աշխարհի ամենաիմաստուն Աստծուն դրյալ ազգը։ Աստծու կողմից օրհնված։ Հա, որ sense մեկ-մեկ լսում եմ էլի, որ sense խոսում են։ Ուզում եմ փող ունենամ, գնամ դրանց փախցնեմ, բերեմ ականջները կտրտեմ, արա, ով է sense խոսում է։ Իմ հզոր հայ ազգալա, ինչ հզոր։ Դուք նայեք ազգը ոնց է պարակտե։ Մի քանի վիժվածք ոնց են կարողանում ազգի մեջ ասեն ռազդոր գցեն, էլի։ Որ մարդիկ իրար ատեն, իրար վիրավորական խոսքեր բան ասեն։ Ուրախանան, որ նրանց մոտ բենզին չկա, նրանց մոտ ծանր վիճակա գցեն, դե պատերազմ է գնում, հասկանում եք։ Այդ ամեն ինչի վրա հրճվեն։ Հրասեք, մի հատ ազգ կա աշխարհում, որ սենց ուրախանա։ Հենց որ Արա Աբրահամյան էլի եմ ասում, այնտեղ Ստաշիր Սամո, Ռուբեն Վարդանյան են, ովքեր են դրանք հայեր չեն, հայ համայնք չեն։ Նրանք սպեկուլյանտներ են, որոնք իրանք համար ձևավորել են այդ համայնքը, որը զբաղվել է հայերին խաբելով, գցելով, էսանելով, հա, մեկ էլ եկեղեցի սարքելով։ Մեկ-մեկ թվում է Աստված հային ուղարկել է երկրի վրա տեղատվել, որ մենակ եկեղեցի սարքի։ Ու խաչքար։ Այդ թե ինչով է զբաղվում։ Ու այս ամեն ինչի մեջ խառնան եկեղեցու մատը եւս։ Առանց եկեղեցու, տեսեք, եկեղեցին միշտ եղել է մեր բոլոր համայնքներում, այն ցենտր պրիտիժենիա, էլի, այրեն ոնց է դա։ Ձգողականության այդ կենտրոնն է եղել, մագնիտն է եղել, որ համախմբել է համայնքին։ Բայց լավը նրանում է, որ կամած մեր մոտ փոխվում է, էլի, մեր մարդկանց աչքերը բացվում է։
Այսօր ինձ Ռուսաստանում հայեր կան, ասում են, տեսեք, ասում եմ, լսի, չեմ կարող մեր երեխին կնքեմ, տարել եմ բան, պրավասլավն եմ կնքել։ Ասում որտեղ այնց հերթերաբան, նամանավանդ էս Մոսկվայի կողմերը, էլի, Մոսկվա Պատմասկովիա։ Այնց որ խնդիրները հայ համայնքում շատ են, շատ ամենաանտեր համայնքն է, հայերի համայնքը Ռուսաստանում։ Զանգում ես հեռախոսը, այնտեղ ուզում ես ասես հայերի միություն, դից ասում են, «Պաշոլ նախույ, Արա Աբրահամ», ասում «Պաշոլ նախույ, դու դե անելիք չունես»։ Հեռախոս վերցնող նույնիսկ չկա։ Նույնն էլ դեսպանատուն, ինչ լինի, լսեք։ Այնց որ խնդիրները այնքան շատ են, որ դուք հենց այդքանից հետո էլ Ռուսաստանի հայերին ասոցացնում եք այս պղծազանգվածի հետ, էլիտայի, էլի սենց ասած կեղծ։ Գլխից որդերը շարժվում են։ Wesa մեր լսեք միակ այս ամեն ինչի փրկությունը, այս ամեն ինչը ձևափոխելը, լսեք։ Ես ասում եմ Հայաստանում ոչինչ չի փոխվի։ Պետք է սկսվի այս ամեն ինչը Սփյուռքից։ Պետք է մենք դրսի հայերովս ավելի շատ ենք, քան Հայաստանում։ Մի հատ ինքնակազմավորվենք ու նոր կփոխենք Հայաստանում ինչ որ մի բան։ Այսօր Հայաստանի ճակատագիրը կախված է իր հարևանների այս բանից, շատ լավ է Պարսկաստանի վիճակը, իսկ այս մնացածը Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, այնտեղ Նիկոլ Փաշինյան, Տաշիր Սամո, սրանք Հայաստանը կործանման պրոյեկտի մեջ են, պարզապես։ Այսօր Սամվել Կարապետյանը խաբեց ու գցեց Ռուսաստանին, իրան համարելով իբր համբավ ունի, ինքը պատիվ բան ունի։ Ինքը խաբեց։ Այսօրվա հայերի համայնքը, հայերի միությունը Ռուսաստանում խաբել է Կրեմլին։ Դրա համար պետք է, ասեմ, մենք առաջինը այս համայնքները պետք է խելքի գան, ու այս պետք է սկսվի Ռուսաստանից։ Առաջի քայլը ինձ թվում է կկարվի հենց Ռուսաստանում, որտեղ խելացի հայերը ստեղ են, շատ մեծ քանակություն են կազմում ու շատ մեծ ուժ է։ Ու հետո դա պետք է տեղափոխվի մյուս համայնքներին, պետք է ձևավորվի նոր հայերի համաշխարհային մի համայնք, մի միություն, որ իր հետ, երբ որ այդ հայերի միությունը կարողացավ թիմային խաղ սկսել, կարողացավ համախմբվել, համախմբում, կարողացանք իրար գտնել ու իրար հետ համագործակցել։ Այս մնացածի հարցը Հայաստանում շատ հեշտ կլուծենք։ Հիշեք մի բան, ինքնակամ Ռոբերտ Քոչարյանը, Պիղծ Դաշնակը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, դրանք ընդհանուր Տաշիր Սամոն, դրանք ընդհանուր մի բուկետ են։ Սրանց իրար հետ պետք է մերժենք։ Սրանց բոլորին։ Ու դες ասում եմ, առանց փողոց գեներացնելու, ոչ մի քաղաքացիական պատերազմ, ոչ մի բան։ Երբ որ 100 հազարավոր մարդիկ դուրս կգան Հայաստանի բոլոր քաղաքների փողոցները, այս աղբը կմաքրեն ու կանեն ավելներով հեղափոխություն, ցախ ավելներով։ Ու այս ամբողջը պետք է սկսվի Սփյուռքից։ Հայաստանի ներսում անելիք չկա։ Ոչ մի բան չկա այս րոպեին անելու։ Ամեն ինչ պետք է սկսվի դրսում։ Ու ես հույս ունեմ, որ դրա սկիզբը կտա հենց Ռուսաստանի հայությունը։ Առաջինը կինքնամաքրվի այս Արա Աբրահամյան կոչվող աղբից, Տաշիր գրուպ կոչվող այդ ժառանգությունից, այս ամեն ինչից, այս բոլոր սրիկաներից։ Սա է ժողովուրդ, ուրիշ տարբերակ չկա, ուրիշ են դալբայոբների հերիքա լսեք, ես տեսնում եմ համացանցում ինչա կատարվում, հերթով անցնելու եմ։ Ազգը հոգնել է նախկին աղբից։ Նրանց այսօր ավելի շատ է ատում, քան թե չգիտեմ սատանային, չգիտեմ այդ բոբո դարած թուրքին, լսեք, ամենաշատը ատում է դրանց, Տաշիր Սամոյից ավելի շատ է զզվում ու Ռոբերտ Քոչյանից, քան թե չգիտեմ Էրդողանից, մեկ էլ բանից, Իլհամ Ալիևից։ Նրանց ավելի հարգանքով էլ նրանց նկատմամբ, քան թե այս մեր նախկին աղբի։ Սերժ Սարգսյան, մի խոսքով, նրանց հետ կապակցված բոլոր լնգուլավազներին են, Էդմոն Մարուկյանով, մի խոսքով, Շարմազանովներով, այնտեղ Ուլիխանյաններով, դա սա, ծերից ծեր այսպես որ նայում ես։ Իսկ Էդգար Ամբարձումյան, ես քեզ առանձին կզանգեմ մի հատ։ Տեսնեմ, այդ անպատասխանատու, որ այս մեդիա դաշտը աշխատեց Տաշիր Սամոյի համար, պետք է պատասխան տա, թե չէ։ Էդգար Համբարձումյան կամ Էդգար ջան, մարդ ով հայրենասիրությունը սարքել է մոնետիզացիա ինչ որ մի միջոց, էլի։ Մոնետիզացրել եք դուք այդ հայրենասիրությունը։
պետության համար մտածել է։ Շնորհակալություն ժողովուրդ, առայժմ այսքանը։ Կհանդիպենք։ Շոքա, ամառը, դրա համար մի քիչ կարող է ուշ, մինչև հովերը ընկնեն։